Բարի ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ Հանրային ձայն կուսակցության փոխնախագահ, Հանրային ձայն խմբակցության ղեկավար Վահան Ավագյանին։ Բարի ձեզ, պարոն Ավագյան։ Շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք։ Շնորհակալ։ Խոսենք, թե ինչ է տեղ ունենում իրադարձությունները Իրանի շուրջ, մեր հարևան պետությունում, հիմա էլ արդեն մյուս հարևան, այսպես ասած, պետության Նախիջևանի օդանավակայանի վրա փաստորեն իրանական անօդաչուն հարվածել է։ Օդանավակայանին կա 2 վիրավոր եւ որոշակի ձևով շենքն է վնասվել։ Այս ամենի կապակցությամբ Բաքուն իր արձագանքը ունեցել է, իհարկե իրանական կողմը դեռ ոչինչ չի արձագանքել, Բաքուն հայտարարում է, որ հարձակումները անպատասխան չեն մնալու։ Եվ այս տարածքում հարձակումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին եւ նպաստում է տարածաշրջանում լարվածության աճին։ Դեպքի մասին այլ մանրամասներ դեռևս չկան, ընդ որում Բաքուն Իրանի դեսպանին կանչել է նաեւ արտգործ նախարարություն։ Հիմա այս դեպքի հետ կապված Արդյոք այս ձևով փորձ է արվում Ադրբեջանին ներքաշել այս ռազմական գործողությունների մեջ եւ ընդհանրապես ինչի մասին է այս դեպքը։ Տեսեք, ավելի պետք է ոչ թե ասես կետային նայել ու ինչ որ տեղ ուրախանալ, որ ահա ներքաշվեց, ավելի հեռու որ գնանք, դա ներքաշվել չէր, դա ի սկզբանե մենք լավ գիտենք եւ Ամերիկայի այդ վիցե-պրեզիդենտը որ եկել էր Վենսի մասի խոսքը։ Որ ասեց Ալիևի 2 հոգի մարդ կա, որ Նեթանյահուի հետ մոտիկ են, դա Ալիևն է եւ Տրամպը։ Այսինքն մեսիջները մենք միշտ էլ ստացել ենք, իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանը ներքաշվի թե ոչ, նա սայուզնիկն է եղել Իսրայելի։ Իսկ սկզբանե մենք դա գիտեինք, տարբեր խողովակներով լսում ենք, որ այդ նույն մեր Արցախի տարածքում որ օդանավականներ կան, դրանք ավելի շատ աշխատելու են հենց Իրանի դեմ։ Դրա մասին շատ են խոսացել եւ իմ համար անակնկալ էլ չէր, որ առաջի հարվածը գնաց Նախիջևան, որովհետեւ մենք լավ հիշում ենք մեր պատերազմի ժամանակ այդ կողմից բավականին շատ հարվածներ ենք ստացել, նաեւ ռուսական ուղղաթիռը կարծեմ հենց Այսինքն չենք մոռանում, որ Ռուսաստանը եւ Պարսկաստանը իրար շատ լավ, հա, ասես մտերիմներ են եւ հիմա ընդամենը մենք տեսնում ենք այն ցանածի պտուղները, որոնք որ ցանվել են շատ ավելի շուտ։ Այսինքն սա ում կողմից է, սա եւ համարում եք, որ սпасելի էր, ոչ սադրանք էր, այլ կազմակերպված։ Ես որպես Վահան Ավագյան շատ ցավում եմ Իրանի համար, որովհետեւ նա մեր լավ հարևանն է, միշտ ինքը կոշտ իր դիրքորոշումն է ունեցել Հայաստանի քարտեզի միասնականության տարածքային եւ այսինքն իրանք շատ լուրջ կուլտուրայով, շատ հին կուլտուրայով ժողովուրդ են, հավատքով, իրանց հավատքի համար իրանք ոնց որ իրանց համար զոհվելը դա ոնց որ հպարտություն է։ Եվ ես գտնում եմ, որ Ամերիկան իրանց պրեզիդենտի Տրամպը, հա, ասենց ասեմ։ Տրամպը դա չարիք է, դա հանցագործ է, որը որ անընդհատ ասում է ում դնեք մոլա, հա, կամ չգիտեմ ոնց է։ Մեկ է վախճանը նույնն է։ Հա, ում դնեք, այսինքն իր ցանկությունը այս ռեգիոնում վնաս տալն է։ Վնաս տալն է լոգիստիկ շահից ելնելով։ Իրականում այս պայքարը ոչ նավթի է, ոչ սա լոգիստիկ պայքար է։ Իսկ Իրանը ես հույս ունեմ ու շատ եմ ցանկանում, որ այս դառը դժվար ճանապարհը անցնի ու մնա որպես Իրան։ Հայաստանը միշտ շեշտում է եւ պնդում է, որ Իրանը ոչ մի անհանգստություն չունի մեր կողմից։ Մենք կարող ենք այդ չեզոքությունը պահպանել, ինչ կարծիք եք, որքանով դա համեցիկ։ Ես չեմ կարծում, որ ներկա իշխանությունը այդ չեզոքության գառանտիան կարա տա կամ ինքը Իրան կամ այլ ինչ-որ պետության։ Ինչու, որն է խնդիրը։ Որովհետեւ այդտեղ տատանվող քայլեր են, որոնք մեկը մյուսին հակասում են։ Կարաս ինչ-որ որոշ ժամանակ խափես, բայց դա որոշ ժամանակ է։ Բայց իշխանությունը չի խափում, իշխանությունն ասում է մեր շուրջը պայթում է ամեն ինչ, կրակի մեջ է, բայց տեսեք Հայաստանում որքան հանգիստ է եւ խաղաղություն է, իսկ այդ ամենը արվում է այն պատճառով, որ ինստիտուտներն են լավ աշխատում, իրենք են լավ աշխատում։ Գնացել էր բաներ, այդ ցավակցականներ էր գրում, այսօր տեսանք ինչ եղավ։ Այսինքն դա շատ փոփոխական է, երևի թե նու Աստված տա մեր հերթը չգա, այդ սուտը կամ ենթադրյալ սուտը ջրերից դուրս չգա, կամ այդ գառանտիաները, որ մենք ապահովենք։ Բայց էլի եմ ասում, իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ ոչ խաղաղություն կա,
Սա ընդհանրապես իլյուզիա է, որը ժամանակ ունի։ Իսկ ինչքան կձգվի պատերազմը։ Ամեն դեպքում ասում ենք պատերազմ, որտեղ մարդիկ են զոհվում, ռազմական գործողություններ են իրականացում, երկրներ են ներքաշվել, թե օդում, թե ծովում, մի խոսքով 4-ից 5 Ես շաբաթ։ ռազմական փորձագետ չեմ, բայց հասկանալով Իրանի կարգավիճակը եւ Ամերիկայի կողմից իրար հերքող նույն պրեզիդենտի արտահայտությունները, որ բարձիկները ուզում էին մեր հետ բանակցեին, ես չուզեցի հետո հակասեց, ես գտնում եմ, որ Ամերիկան չէր սպասում, որ Իրանը հակահարված կտա սենց ուժեղ ու ոչ միայն Իսրայելին, այլ նաև տարածաշրջանում ցանկացած պետության, որտեղից ինքը զգում է դավաճանություն կամ ինչ-որ հնարավորություն, որ կարող է իր երկրի վրա ինչ-որ հարված գա։ Հայաստանյան իշխանությունների մոտեցումները համարում եք, որ ինչպիսին է այս պահի դրությամբ հայտարարություններով հանդես եք, այսինքն հայտարարություն չհեռագիր, հեռախոսազանգ, ընդհանրապես այս ձևաչափով։ Ես մի քիչ ավելի սահմանին փաստորեն ոնց որ ասենք Երևան քաղաքում մի քանի թաղամասեր, հա, իրար հետ պայքարի մեջ մտնեն, որ ավելի sense հնարավորություն լինի պատկերացնեն մարդիկ։ Ոնց որ երկու թաղամաս իրար հետ պայքարում են ու ինչ որ ամենաներքևի թաղամասը, որը շատ հեռու է, ասում է իմ մոտ խաղաղություն է, ես տեսեք ինչ եմ արել։ Ընդհանրապես այդ հարվածները չեն հասել դեռ քեզ։ Դա չի նշանակում, որ դու թեմայի մեջ չես լինի։ Շատ փոքրիկ ես, որ ինչ որ բաներ քեզնից ներկայացնես այս գլոբալ պայքարի մեջ։ Հələ որ բախտդ բերում է, ասենց ասեմ։ Մենք հիմա, որ ասում է Աստված պահում է, այս կարգավիճակում ենք։ Ամեն դեպքում Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները որքանով կարող են նաև մեր վրա ազդել տնտեսապես, անվտանգային տեսակետից դուք ասում եք, որ երաշխիքներ չունենք։ Տնտեսապես արդյոք իրանական շուկայում մենք կարող ենք որոշակի ձևով թուլացնել մեր կապերը, հնարավորությունները։ Դեսենց ասեմ, Հայաստան հիմնականում գալիս է կամ Ռուսաստանից ու որոշ չափել նույն սնունդ է գալիս, նույն գազ է գալիս։ Իհարկե մենք տուժելու ենք, ցանկացած սցենարում Հայաստանը տուժելու է, հարցը շատ թե քիչ, դա շատ շուտ է հիմա ինչ-որ գնահատականներ տալ, բայց մենք միանգամից դա զգալու ենք։ Այսինքն եթե էսկալացիան շարունակվի, մենք հաստատ մեր շուկայի, մեր ամենաթեթև ասեմ, բավականին մեծ ներմուծում կա այդ արաբական երկրներից, Պարսկաստանով, Մեղրիով է գալիս, ամենաթեթև բանն եմ ասում։ Էլ չեմ ասում մնացած ավելի գլոբալ հարցեր, որոնց մասին չենք էլ ուզում ստեղով։ Եվ պարոն Ավագյան, ով դրդեց, որ սկսվեն ռազմական գործողությունները։ Մենք գիտենք Նեթանյահուի եւ Թրամփի այս վերջին մեկը մյուսի պատասխանի հակադարձումը, թե ով։ Արդյոք Իսրայելը դրդեց Միացյալ Նահանգներին այս ամենը սկսել, թե հակառակը։ Իսկ տարբերությունը ինչու՞մն է, ով դրդեց։ Իրականում շահերի բախում կա, որը որ հետաքրքիր էր համ Իսրայելին, համ Ամերիկային։ Իրականում սա ավելի գլոբալ որ նայում ենք, սա Ռուսաստանի դեմ էլ է եւ Չինաստանի դեմ ավելի շատ որ Այսինքն Միացյալ Նահանգները օգտագործում է իրանական։ Իհարկե, սա Իրանի խնդիրը չէ, սա այլ եմ ասում լոգիստիկներ, հենց այդ նավթա տարերի, նավթամուղերի, Չինաստանի շուկան, եվրոպական շուկան տնտեսությունը թուլացնելու մի մեծ լծակ է, որը ավելի երկարաժամկետ է աշխատելու, հա, այս վնասը։ Իսկ ինչ կարող եք ասել Հորմուզի նեղուցի մասին, Իրանը հայտարարեց, որ ինքը չի փակելու, բայց ամեն դեպքում Միացյալ Նահանգները հայտարարեցին, որ նավատորմն է ոչնչացված, օդային բոլոր այդ Իրական ես երեք մի քանի բան էլ տեսա, որ հայտարարությունների մեջ, հա, էս ենք ոչնչացրել, էս են։ Ես տեսա, որ մի քանի բան էլ ցույց տվեցին, որ պարսիկները կարողացել էին մուլյաժներ դնել ու բավականին թանկ ռումբեր անիմաստ ծախսել են։ Այս փուլում անցել է ամսի 28-ից 6 օր 7, նո, հա, էլի մի շաբաթ հա կոպիտ ասած, շատ վաղ է ինչ-որ ասել վնասներ ով է շատ կրել։ Իսկ ելքը տեսնում եք ինչպիսին է լինելու։ Դեռ չեմ տեսնում։ Իրանք էլ չեն տեսնում, որովհետև երկու ավելի շատ պարսիկը պատրաստ է մինչև վերջ պայքարելու, իսկ այն մյուս կողմերը արդեն հասկանում են, որ այդ բլիցկրիգը ոնց որ տեղի չունեցավ, որտեղ ի սկզբանե հիշում եք կոչվում է 4 օր, ինչ որ վերնագիր էին դրել 4 օր։ Հիշում ենք, որ Ռուսաստանն էլ մտավ Ուկրաինա, այն ժամանակ ասում էր այսքան օր եւ Ուկրաինան հիմիկվա քաղաքական ռազմաքաղաքականությունը հենց հիմնված է նաեւ այդ
հիբրիդային տարբերակների հոգեբանական պայքարի, միգուցե դա էլ պայքարի մի ձև էր, որ 4 օր հետո մեջը խժդժություններ անեն Պարսկաստանի, բայց կարծես թե Թրամփի այդ հաշվարկը տեղի չի ունենում։ Դե ես այն ժամանակ էլ էի ասում, որ Թրամփի վրա գարանտիա ունենալ, ասենք, ասում եմ WhatsApp-ի համարը ունեմ նույն մեր վարչապետի հետ կապված, հա, ասես որ խնդրեմ լինի կզանգես, դա արդեն անլուրջ էր քաղաքականության մեջ այդ փողոցային տարբերակն է, որ թեման։ Պատմում եք, որ Միացյալ Նահանգները Հայաստանի համար երաշխիք չեն, ոչ երաշխիքը տենց էր, չեք հիշում այդ օգոստոսի 8-ին, որ այնտեղ հարցրեցին, ասեցին, իսկ որ ինչ-որ կողմերից մի կողմը չկատարի պայմանավորվածությունը, ասես թե հերոսս համարը ունեք։ Դա Բայց դրանից հետո ամեն դեպքում մեր սահմանի կրակոցներ չեն եղել, զինվորներ չեն զոհվել։ Դե սահմաններին չեն զոհվել, բայց սահմանից ներս են անընդհատ սպանություններ գնում, հա։ Ինչ-որ տրանսֆորմացիայի տեսակ է, որը որ վախացնում էին նախկինում պատերազմով, հիմա էլ այնց իրավիճակ են ստեղծել, որ դու քաղաքի մեջ մտածում ես մի հատ ազդանշան մեքենայով տաս կարող է տուն չհասնես կամ հակառակը։ Բերում են դեգրադացիայի ամեն ձևով, տարբեր կրթությունից սկսած, նույն այդ սերիալներով, նույն, չգիտեմ, տարբեր տեսակ թույլ ոստիկանության աշխատանքով վերում են հասցնում են նրան, որ մարդիկ հենց երկրի մեջ են իրանց անվտանգ չեն զգում։ Իրանի թեման ամեն դեպքում մենք տակ կպահենք, այսպես ասած, միշտ ուշադրության կենտրոնում, քանի որ լավ հարևանն է իհարկե, իմ սիրտը ցավում է։ Ներքաղաքական իրավիճակի մի փոքր սկսեցի կանրադառնալ, նաև ներքաղաքային, ինչ որպես դուք եք ասում, ամեն ինչ իշխանությունները անում են մարդկանց հոգեբանության վրա ազդելու, լարվածությունը պահելու։ Փոսերն էլ էին դրա հետ կապված, ճանապարհային այդ։ Ճիշտ ասած, փոսերի մասով հեսա խոսենք, ես նույն նիստի ժամանակ էլ խոսեցի, նույն քաղաքապետին հարցրեցի, այնտեղ որոշակի ձևով ուզեցին պատասխանել։ Երևի թե մտածում են, որ ֆեյքերով կամ իրանց այդ գործողություններով դեգրադացնելով ժողովրդին պահանջատերքի չկլինի եւ ինչ կուզենք խոսան եւ դա տենց հալած յուղի պես կանցնի, բայց մեր մոտ դա չի ստացվում մեր պարագայում նույն փոսերը Միասնիկյան, Աչարյան եւ բոլոր քաղաքի հիմնական եւ իմ հարցը կայանում է նրանում, անցած տարի որ գլուխ էի գովում 50,000 քառակուսի մետր ասֆալտ են կարել։ Իսկ ոնց ստացվեց, որ այդ թեթև աղից քայքայվեց այդ անցած տարվա ծախսած գումարները։ Ինձ ասում են, որ ոչ, այդ մասերը չի քայքայվել, քայքայվել է նախկինների արած, շուտ չգիտեմ, եւ այլն, բայց ես ինքս իմ աշկով տեսել եմ, թե ինչից կարար քայքայվեր։ Դա այդ աղի բաղադրությունից էր, որը այս տարի օգտագործել են, որովհետեւ ես մասնակցում եմ տարբեր տեսակի ձնամաքրման տեղերում, նայում եմ, չգիտեմ, օգնում եք աղի բաղադրության մեջ ինչ որ նյութ եղել, որը լցնում էին, փշոց էր գալիս։ Սառույցի վրա -10-ի վրա որ լցնում էին, փշոց էր գալիս։ Նես տպավորություններ ոնց որ կարբիտի նման, բայց դե բնական է կարբիտ չի, բայց աղի տեսակներ կա, ռեագենտներ կա, որոնք որ Եվրոպայում ասենք արգելված է, բայց ինքը շատ արագ է աշխատում, բայց վնասն էլ էկոլոգիային էլ եւ նույն ասֆալտին էլ տալիս են շատ ուժեղ վնաս։ Ես ենթադրում եմ, որ դա էլ է աշխատել։ Դրանից բացի մեր մոտ ասֆալտի այդ գործընթացը, որ ասում են ասֆալտով ինչ որ չգիտեմ, տենդերներ եւ այլն, շատ սխալ դրված կա ի սկզբանե։ Տենդերը հայտարարվում ասֆալտապատման, ինչ որ մի հատ ընկերություն հաղթում, հա, կարա շատ վատ ցածր գնով ընկերությունը հաղթի, չկարողանա անի, հետո երկրորդ անգամ որ տենդեր հայտարարես, ընդ մի 40 օր պետք է անցնի։ Այդ սաղ փոսերի մեջով երևանցիները անցնում են, դա արդեն Երևանի քաղաքապետարանը չի, դա արդեն կառավարության տենդերների ոնց որ պրոցեդուրա կա, այդ մի խնդիրն է։ Երկրորդ խնդիրը, որ ստուգողը ցեղ մի հատ հատուկ ընկերություններ են լինում կամ անհատական կամ ինչ-որ։ Պարոն Ավինյանն էլ էր, չէ՞, ասում գնացեք գլխներին կանգնեք, ստուգեք, դե ասելով ոչի, հա, սաղորը ինչ-որ բաներ ասում է գնացեք, էս արեք, այն արեք, ասողին լսող է պետք է նենց ենթականեր ունեցի, որ քո ասածը անեմ, ոչ թե մի հատ էլ գործակարգավարականների վաղ գալի խափում են թաղապետերը, սկսում են ինչ-որ իրար պասերով ուզում են այդ հարցը ծրեն չի ստացվում։ Այդ մենակ ես չեմ տեսնում, դա տեսնում են նաև երևանցիները։ Դրա հետևանքն է մոտավորապես աշխատելով
դառնում է այսպես։ Իրենք մոտավորապես-ներն են։ Քաղաքի հետ կապված ուրիշ ինչ խնդիրներ կան, հրատապ, որ դրանց մասին հանրությունը բարձրացնում է կամ չի խոսում, բայց դրանք մենք հիմա տեսնում ենք տրանսպորտն էլ է աշխատում է, տրանսպորտը, բայց տրանսպորտը երբեմն այնպես է լինում, որ մարդիկ միևնույն ավտոբուսից չեն կարողանում։ Տրանսպորտի քանակը շատ երկար ենք խոսացել իրանց ռեֆորմը հակառակողմից է բերելու են տրոլեյբուսներ, ավտոբուսներ եւ այլն մետրո են բացելու, դրանից զատ մի հատ շատ ավելի ցավոտ խնդիր ունենք, Վիոլա ջուրը, որը հայտարարություն էր արել, որ 17 ժամանոց գրաֆիկ պետք է լինի, հետո ԿՊ-ից եկան մենք այդ հարցը լուծել ենք, ես իհարկե լսեցի իրանց էլ ճանաչելով իրանց մեթոդները եւ այդ ագիտացիան, ասացի անհնարին է, այս միգուցե եթե արել են, պայմանավորվել են մինչև ընտրություններն, բայց իրանք էդ էլ չդիմացան, ասեցին, չէ, մենք չի ստացվում 4 ժամ։ Ես էլ ասում եմ նույն քաղաքապետին, Վիոլա ջուրը Երևան քաղաքի հետ պայմանագիր ունի, շատ վատ, շատ թույլ պայմանագիր նախկինում։ Ինձ ասել էին, որ պայմանագիրը պետք է վերանայվի, քանի որ Վիոլա ջուրը բավականին շատ պայմանի մեջի կետեր չի անում, ինչը մենք դա տեսնում ենք որպես երևանցիներ։ Ընդհանուր վերանայվելը խստացվել ավելի իբր թե պետք է խստացվել, բայց այդ խստացման հետևանքով երևի թե դուրս եկավ այն թեման, որ ջրամատակարարումը պետք է մարդիկ իրանց խիստ պահեն, քիչ խմեն կամ հաճախ չլողանան եւ այլն եւ այլն։ Ինչու՞մն է խնդիրը։ Վիոլա ջուրը պետք է այդ կոլեկտոր ասվածները, այդ կոյուղաջրերը եւ հեղեղատարերը դա պատկանում է Վիոլա ջրին։ Երևանինն է, բայց իրանց սպասարկումն է, նրանք չեն անում, չեն փոխում այդ խողովակները։ Տեղեր կա, որ խողովակներ չկա, մաշվել են։ Ու այդ ամեն ինչը չանելով անընդհատ Այսինքն ներդրումների միայն սպառել են։ Ներդրում չեն անում, մի հատ է ժողովրդին ասում են, մենք կորուստներ ունենք, դրա համար ցեզի քիչ պետք է ջուր տանք։ Է որը տենց է հեծը, որ պետականացնում են։ Բաժանորդների թվի ավելացումն է, շենքերի ավելացումն է։ Հիմնականում ասում են մենք ջրի կորուստ ունենք։ 70 թե քանի տոկոս կորուստ են ասում։ Ջրի երկրում, հա, մենք ամենաշատ երևի ջրային ռեսուրս ունեցող երկիրն ենք։ Հիմա մեզ ասում են դուք պետք է մի քիչ ջրից քիչ օգտվեք։ Դա գալիս է նրանից, որ ամենտեղ կա ինչ-որ մոտավորապես պայմանավորվածություններ, որոնք բերում են մոտավորապես մարդկանց մոտավորապես եկամուտներ։ Տուժում են սովորական բնակիչները։ Եվ ինչ պետք է անել դրա համար։ Պետականացնել Վիոլան, եթե տենց դուխով տղեկ եք, հեծը պետականացրեցիք ձեր ձևով, հիմա էլ ձեր ձևով մի հատ ձև գտեք, ոնց որ վարչապետն է ասում։ Մի հատ ձև գտեք Վիոլա ջուրը պետականացրեք։ Եվ ինչ կփոխվի։ Հեծը վերցնելուց հետո ինչ է փոխվել։ Ես ին վրա որպես բնակիչ հեծի փոփոխությունից բան չեմ զգացել։ Չգիտեմ ով ասում, ոնց ասում, թվեր տեսնում ենք, ինչ որ հետ են բերում, չգիտեմ ինչեր են անում, նոր կետեր են բացում, բայց որպես երևանցի, որպես բնակիչ, ես հեծը ումնա, ինձ տենց ին վրա իմ գրպանի վրա չեմ զգացել, բայց այն եմ զգացել, որ մեր պետության դրսի կապիտալը վտանգի տակ է իրան զգալու, քանի որ տեսնում որ կապիտալը կարան հանգիստ կան վերցնեն, պետականացնեն ու տարբեր դատարաններ ոչ հայկական, ասում են դուք սխալ եք ու ոչ մեկ դրա մասին չի մտածում ու մտածում են թե իրանք անverջ հավերժ լինելու են իշխանություն։ Եվ ժողովրդի բողոքի ձայնը նորից բարձրացնելու եւ տեղացնելու համար քաղաքագետ Հակոբ Բադալյանը իր Facebook-յան էջում գրառում էր կատարել, որ ինչու դպրոցները չեն դարձնում վճարովի, որտեղ դպրոցներում դրամահավաքության այդ մշակույթը դեռ շարունակվում է պահպանվել։ Ընդ որում տոների առիթերի դեպքում ավելի է դրա մասին խոսվում, ինչ է քանում դուք որպես ավականու անդամ, արդյոք այդ բողոքները ձեզ հասնում են թե ոչ։ Ճիշտ ասած այդ բողոքները մեզ հասնում են, բայց շատ քիչ, շատ սիմվոլիկ թվերի մասին ենք լսում ու այդ ես չեմ ճանաչում տվյալ անձը ում մասին ասեցիք, ինչ, այսինքն բավականին ակտիվ է սոցցանցերում չեմ ճանաչում, չգիտեմ, բայց ես որպես հայր, որը ունի 2 զավակ, որոնք որ գնում են դպրոց, այսինքն այդ ծնող կոմիտեն, որ ինչ-որ չգիտեմ ծաղիկի կամ ինչ-որ գրատախտակի կամ ինչ-որ մի բանի համար սիմվոլիկ գումար է հավաքում, դա հանենք
պետական մակարդակով, հա, գումար հավաքենք, ինչն է փոխվում, նպատակն եմ ուզում հասկանամ։ Այսինքն, եթե բարձրաձայնում ենք, որ ծնողների գրպանին է դա ցավացնում, այդ դեպքում ընչենք, ասենք, դա փոխում ավելի թե նա ցանկությունով է, նրա համար որ չէ կարողանում այդ երևույթը վերացնել։ Այսինքն նույն բանն է, ոնց որ այդ հիմա կառավարության անդամներին ասում եմ տալիս եմ պրեմիաներ, որ լավ աշխատենք, չթերանան, այսինքն պարապուրտ չլինի, դե բերեք հանցագործներին էլ բավականին շատ գումարներ տան, որ հանցագործություն չլինի, այդ լոգիկան դա է ասում։ Ես դրա կողմնակիցը չեմ եւ գտնում եմ որ հայկական մենտալիտետում այո կա, չգիտեմ, շոկոլադից ինչ որ պլիտկա տալ, ինչ-որ կամ ինչ-որ ծաղիկ վերաբերմունք, դա մեր հայկականն է, մեր ոնց որ եկած մշակույթն է, ու ես չեմ տեսնում որ ինչ-որ մի ծնողի այ բողոքները որ լսում եմ ստիպեն։ Ես դա չեմ լսել։ Հա, գիտեմ որ կա տենց մշակույթ, բայց դա ըստ ցանկության է։ Կարող է ինչ-որ տեղեր խոցելի պահել լինի, բայց դա գլոբալ չի, կամ այտենց մեծ թվերի մասին չի, ոնց որ մեր ժամանակ ես հիշում եմ այդ վերջի զանգի համար տնօրենի նվեր, սրան ահավոր էր։ Հիմա ես դա խոսում եմ։ Հա, ես ինքս որպես 10-րդ դասարանցի, ես հիշում եմ իմ տան համար էլ էր դա շատ բարդ, երբ որ իմ վերջի զանգն էր։ Բայց հիմա դա տենց չի։ Հիմա կան ինչ-որ շատ չնչին ու իմ իմանալով, իմ երեխեքի, հա, իմոնք մեկը կենտրոնի դպրոցներն են հաճախում չասեմ, բայց ես գոհ եմ այդ նույն դպրոցներից նման կուլտուրա տես։ Իսկ եթե նման բողոքները լինեն առարկայական, ինչ պետք է ձեռնարկել, ինչպես պետք է այդ ամենի դեմ ենթադրենք փաստացի կամ բայց մենք օրենքներ էլ ունենք, որոնք որ կարան հանգիստ աշխատեն։ Իսկ աշխատում են։ Դե մեր մոտ որ օրենքն է աշխատում բոլորի վրա։ Նկատի ունեք, որ իշխանությունները այս օղակներում էլ անելիքներ ունեն։ Ինչպես դուք եք ասում, իշխանությունները ընդհանրապես բոլոր տեղերը պետք է աշխատեն եւ ընտրովի արդարադատություն չլինի, բայց մենք որ կողմ նայում ենք, մեր մոտ ընտրովի ամեն ինչը։ Բողոքներից քանի որ խոսեցինք, բժիշկներն էլ բողոքեցին, ապահովագրության այս ներդրման հետ կապված բժիշկներն էլ ոտքի կանգնեցին եւ իրենց իրավունքների մասին խոսեցիք։ Այստեղ ինչ կարող եք ասել։ Ճիշտ է, նախարարությունը Ես թվային չափով չգիտեմ ինչքան է կրճատվել։ Բայց կրճատվել էին, նախարարը խոստացավ, որ վերահաշվարկները կառնեն, թերացումները կվերանան, բայց ամեն դեպքում նախաձեռնությունը դեռևս գործում է եւ գտնում է, որ միջև վերջ պետք է հասցնել։ Հա, ում գրպանին չեն կպել, իրավաբաններին չեն կպել, որ անվճար չես կարա կոնսուլտացիա անես։ Բոլոր տեղերն էլ խփում ես այս մետադիչներ, որ ասում են մարդկանց ցավացնելով, բթացնելով բերում են նրան, որ հեշտ կառավարելի լինեն։ Դա մի մեծ ծրագիր է, որը որ իրականացնում են ու փայլուն են իրականացնում։ Դուրս գան կարճատև գովազդային դադարի եւ անդրադառնանք այսօրվա թոշակների բարձրացման հետ կապված կառավարության նիստի որոշմանը։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում եմ։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Ջակփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում,
որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Glendale-ի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Glendale-ում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Պարոն Ավագյան, ամեն դեպքում քաղաքի խնդիրները մենք պահում ենք ուշադրության կենտրոնում, Իրանի հետ կապված իրադարձություններին կհետևենք, որտեղ ինչպես է լինի մեր հարևան երկրում է, մենք բավականին այդտեղ կախվածություններ ունենք եւ ինչպես դուք ասացիք, մեր բոլոր ցավակցությունները Իրանի խաղաղ ժողովրդին, որտեղ հենց առաջորդ աղջիկների դպրոցի հետ կապված այդ մի խոսքով սարսափելի իրադարձություններ տեղի ունեցան առաջնորդը։ Հիմա խոսենք, ինչ է իշխանությունները այսպես ասած գարնանային նվեր է մատուցում մեր թոշակառուներին։ Կեսաթոշակները կբարձրանան ապրիլի 1-ից եւ 600 Նիկոլ Փաշինյանը այսօր կառավարության նիստի ժամանակ այս փոփոխությունը անվանեց, որ սա պատմական փոփոխություն է։ Այսինքն մեր թոշակն այլևս երբեք սպառողական զամբյուղից ցածր չպետք է լինի եւ սա պատմական փոփոխություն է։ Եթե պատմական փոփոխություն է, ապա ինչու նախ չենք դարձում 100,000-ից ավել եւ ինչու ավելի շուտ չենք այս պատմական փոփոխությանը մոտենում։ Հա, դες մոտիկացնում է զամբյուղին, իր քաղաքական հաշվարարությանը ես շատ դες ծանոթ եմ, դες ասում եմ ինչքան դեղի փող եք ծախսում, մի հատ է գումարում, մի հատ գումարում է հետ հաշվարկը, հա, այդ բանկերից։ Առետրից գալի հասնում է 70,000։ Լավ, այդ հաշվարարությունը մի կողմ դրած, ես որպես քաղաքացի շատ ուրախ եմ գոնե, որ էդ էլ կա։ Կարող եք ասես, որ սա հանրային ճնշման արդյունք էր եւ ոչ միայն հանրային ճնշում էր, այլ նախընտրական շոու էր եւ ինչն է իմ համար Սրտուի Գայլյանն ասում է բարեգործություն չէ։ Թողենք իրան մի կողմ դնենք, հա, ես իր մասով բան չասեմ, ես ուրիշ բան եմ ուզում ասեմ, քանի որ մենք հավաքայիններով ամեն տարի բյուջե ենք հաստատում հաջորդ տարվա, իմ համար շատ զարմանալի է այդ պատմական ոնց ասել, պատմական իրադարձություն, այս ամենը որ բյուջեի որ հոդվածով է փոփոխություն է։ Պատմական։ Ընդ որում բյուջեից լրացուցիչ կպահանջվի 78.7 միլիարդ դրամ։ Այդ է ուզում դրամ։ ասեի, նախորդ որ բյուջեն հաստատում էի 26 թվի, դրա մասին խոսք չի եղել եւ որ հոդված չկա։ Իսկ ինչով են դա տալու։ Հա, կարող է տան։ Հետո մեկ էլ իրանց մոտ խնդրեմ լինի ու էլ չտան։ Ոնց որ Արցախը Հայաստանը եւ վերջ եւ հետո հակառակը եղավ, հիմա թոշակները բարձրացնում ենք սպառողական զամբյուղի, հետո ասում են չեղավ։ Նկատի ունեք մի քանի ամիս կվճարեն նրանից։ Ես ուզում եմ հասկանամ բյուջեի մասով, եթե բյուջեում նախապես չկար ու մեծ ահռելի թիվ է դա, որտեղից է տալու այս տարվա թոշակները մինչև տարվա վերջ, որ մյուս տարվան է երևի թե եթե տենց ասում են ու իրանք էլ մնան,
ինչ որ մի բան պետք է անես, որ բյուջեով անընդհատ տաս, բայց եթե դու չես ունեցել բյուջեով նախապես դա, դու հիմա որտեղից ես տնտեսական տալու։ ցուցանիշները միթե այս ամենահարկեր են հավաքել, պարգևավճարներ են Իրանց տվել, մաթեմատիկան ես մի քիչ լավ չեմ հասկանում, մեկ նախարարն էլ է ինչ որ տարբեր թվեր է բազմապատկում բաժանում, հա, ես դա էլ չեմ կարող ընկալեմ, հետո ինքը իրան ուղում է, բայց երևի թե այդ պահը կարա ընտրակաշարք է մի ձեր բան ասելով ասեմ։ սա։ Չէ, ընտրական, ախր ժողովրդի մեջ կա, չէ, ընտրակաշարք, Դե որտեղ ձայների ընտրություններից փոշիացում եւ այլն, ախր դա էլ է ինչ-որ պրոպագանդայի, վատ պրոպագանդայի տեսակ։ Հիմա կոնկրետ ունենք, որ թոշակները բարձրացրել են 10,000-ով թե, չգիտեմ, ոնց որ հավասարաչափ չի, տարբեր, հա, տենց ամենաշատ պիկովի թիվն են ասում։ Հիմա ունենք այդ մեր տատիկ պապիկներին գոնե ինչ-որ մի բան արել են, օքեյ, լավ է, ես ուրիշ բան իմաստն եմ ասում, որտեղից են անում, ում հաշվին են անում եւ արդյոք դա լինելու է երկարաժամկետ, ոչ թե լինելու է նախընտրական շոու։ Այսինքն ձայներ կան, հետո ինչ-որ բան որտեղից են փոխվի։ անում դուք ունեք այդ։ Չէ, ես նման գործունեությամբ չեմ զբաղվում, բայց լագիչն է որ նայում ես, բյուջեում չկա, մեկ էլ ասում են տալիս ենք ու տալիս են։ Լևորն է լինելու գինը Այդ փոխհատուցման։ եմ ուզում հասկանալ վերջում ինչ է լինելու, ես դրա համար տարբեր զուգահեռներով եմ տալիս, որ մեր լսարանն էլ հասկանա, որ այդ քաղաքական աշպարարությունը երկար չի տևում։ Նույնն էլ Հայաստանի այդ խաղաղ վիճակը, սա խաղաղ վիճակ է, ոչ թե խաղաղություն։ Ամեն դեպքում 1 տարի այդ թոշակները կստանան մեր պապիկ տատիկները, Աստված տա մեկ տարի նպաստերը ստանան։ կբարձրանան, կստանան, ամեն դեպքում կտեսնենք, որովհետև մեր պապիկ տատիկներին հնարավորություն տրվեց նաև այդ ապահովագրական անվճար բուժ ծառայություններից օգտվելու։ Ես ասում եմ, դեռ բավականին բաներ կա, որոնք Որոշումները դրական են։ Դրական որոշումներ են, մնում է ընթացքը։ ընթացքը լինի երկարաժամկետ։ Իսկ ինչ կասեք, որ Բաքվից Հայաստան է ուղարկվում ադրբեջանական նավթամթերքի հերթական խմբականակը 31 վագոն դիզելային վառելիք է գալիս եւ այսօրվա կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հույս ունի հնարավորինս շուտ Հայաստանից եւս ապրանքներ կարտահանվեն Ադրբեջան։ Ինչի մասին է, կան արդյոք մշակված մեխանիզմներ, Ես որպես անհատ, հա, որպես իմ կարծիքով, սա էլ ընդդիմությունը փող գցում է սովորական ժողովրդի ուսերին, այս պրոպագանդան։ Ասում են մի օգտվեք ադրբեջանական բենզինի մի լիցքավորեք ադրբեջանական, չեմ հիշում որ բենզինի ովքեր են բերում, նու բնական է ԿՊ-ի հետ համագործակցող ուժեր կլինեն ու օպոզիցիան ասում է մի օգտվեք։ Լավ ինչքան կարելի է ժողովրդի վրա թողել այդ հայրենասիրությունը։ Իսկ այդ հիմնական բենզին ներկրողները, ովքեր որ ադրբեջանական չեն բերում, միշտ բերել են, իրանք կապ չունեն Արցախի հետ։ Այսինքն բաց եմ ֆլեշ, CPS, չգիտեմ ում հետ կապ ունեցող են։ Ձեր գրպանի հաշվին իջացնեի գինը այնքան, որ մարդիկ, սովորական մարդիկ չառնեին ադրբեջանական բենզին։ Այ հայրենասիրությունը կլիներ ձեզնով, որտեվ 30 տարի դուք հարստացել եք։ Դուք գնացել եք Արցախ, եկել եք, միգուցե եւ արցախցիներ եք։ Այդ բերը վերցնեիք ձեր վրա մի տարի մինուսով աշխատեք, բայց չթողեք, որ բնակիչներին այսպես հարցեր տան։ Դեմեք թե կողմեք ադրբեջանական բենզինին։ Ես օրինակ չգիտեմ, ես CPS-ից բենզին եմ լցնում։ Դա ադրբեջանական է, թե ռուսական է։ Եվ դա ձեզ հետաքրքիր է, թե դուք ինչ եք օգտագործում։ Ինձ իհարկե հետաքրքիր է, բայց հետաքրքիր չի։ ինձ հետաքրքիր է, իհարկե, ես տեսել եմ ոնց են Արցախում մարդիկ սոված մնացել, բայց այդ հիշում եք ինչ որ հաց էին, թե ալուր էր, ինչ էին բերում, բայց մարդիկ իրանց զսպում էին եւ սոված, բայց չէին օգտվում։ Նույնը տեսել ենք Պաղեստինում, չէ՞։ Ամեն ինչ չենք վաճառելու ու բերելու տնտեսական, մենք առևտուր կանենք Ադրբեջանի հետ, ես չգիտեմ ինչ թրիփ ենք անում, բայց այդ թրիփից չկա մի հատ էլ դեպի Բաքու անենք, թե մենակ թրիփ անում ենք, որ Ադրբեջանը Նախճեվանի հետ կապենք։ Այդ ոնց ալնում, որ այդ խաղաղությունը տամ է լավ բառերը, սա օգտվում է մենակ մեր ճակերտավոր հարևանը, բա մեր հայերը ինչից օգտվեն։ Այդ մենակ որ զամանին չեն կրակում, այդ всё օգտվել ենք, դա մեր երազանքը։ Եվրոդիտորդների հարցը այսպես։ Մեր ազգային գաղափարախոսությունը դա է, հա, մեզ մենակ թե չխփեն, մենակ թե ապրենք,
Ունենք մենք ազգային ինչ-որ նպատակներ, գաղափարներ, չունենք, այդ դա պետք է տա իրական ճիշտ կառավարությունը, ղեկին կանգնած մարդը, մենք չունենք դա, դրա համար մենք հիմա պուճուրիկ ինչ-որ բաներ են, մեզ բոնուսներ են տալի, տեսեք այսօր էս չեղավ, տեսեք այսօր այն չեղավ ու չեով ասաղ սկսում։ Եվ այդ պուճուրիկ բոնուսներով մեզ ինչից են շեղում։ Տեսեք ինչքան տարածք քիչ տվեցինք։ Մեզ շեղում են։ Մեզ այդ պուճուրիկ բժշկացնում են։ Դե եթե բժշկացնում են Լևոն Տեր-Պետրոսյանը հույս ունի, որ Սամվել Կարապետյանը կվերականգնի ողջ հայության միաբանությունը եւ այս իրավիճակում կվերանա նաև պետության կողմից եկեղեցու նկատմամբ սանձազերծված հակասահմանադրական արշավը։ Դուք ի՞նչ եք մտածում, արդյոք Սամվել Կարապետյանը իրոք կդառնա այդ միաբանության ուժը։ Չեմ կարծում, որ կդառնա այդ միաբանության ուժը, ճանաչելով մեր ազգին, որովհետև կա չէ շուկա վատ տրամադրված չեմ, ես այն մարդն եմ, որը ասում է, այն ինչ մտածում է, ոչ թե այն ինչ պետք է ասվի, բայց շփումներն են ձեր այդ մտածածը չեն միավորվի։ Հայ ազգում ամենամեծ թերությունը ու մենք անընդհատ տուժում ենք նախանձից է։ Կա նախանձ շատ ուժեղ, որի մասին չեն ուզում խոսան։ Այդ նույն օպոզիցիան իրար մեջ էլ ունի նախանձ, իրանք իրար մեջ էլ ունեն նախանձ, չեն միավորվում։ Հայերի խնդիրը, երբ որ միավորվեն հայերը, մենք բոլորին կհաղթենք։ Իսկ ինչպես եք տեսնում ընտրություններին գնալը, եթե չեք գտնում, որ Սամվել Կարապետյանը կարող է վերականգնել հայության միաբանությունը, ինչ է լինելու։ Ես չեմ ասում ինքը չի կարող, ես ասում եմ չեն միավորվի։ Ինքը կփորձի, բայց արդյունքը չի ստանա, քանի որ գոյություն ունի հայկական նախանձ։ Իսկ Նիկոլ Փաշինյանին այդ հայկական նախանձը չի ձեռա տալիս։ Բացի ինչ է տեղի ունենում։ Ասում է ես բան չունեմ, թող էնել չունենա։ Հայկականը դա է։ Հայտարարում է, որ քաղաքացիական պայմանագիրը ավելի շատ ձայն է այս անգամ ստանալու, քան 2021-ին։ Այդ նախանձը ինչու՞ չի խանգարում քաղաքացիական պայմանագրի նման դիրքորոշում ունենալու համար։ Հավաքված։ Իսկ ոնց հավաքվեց ԿՊ-ն, ովքեր էին։ Լուրջ հեղափոխություն եղավ, այո։ Ոչ մեկ դարավ նախարար, ճակերտավոր, իսկ հերոսները հիմա դարել են արդեն ոնց որ իսկույներ։ Լուրջ հեղափոխություն է եղել, այո։ Անցողիկ ընտրությունների անցողիկ շեմը հաղթահարելու որ ուժը խնդիր ունի, քաղաքացիական պայմանագիրը, թե օրինակ Չէ, անցողիկը քաղաքացիական պայմանագիրը իր ռեսուրսով մենակ վարչական ռեսուրսով 20% կունենա։ Բայց եթե հայ ազգը վերջապես այս անգամ էլ գոնե հասկանա ու գնա ընտրության, չեմ ասում հանրային ձայն ընտրի, գնացեք ընտրության, ինչ որ մի ուժի ընտրեք, եթե 1.2 միլիոնից ավել ընտրություններին մասնակից լինի, ԿՊ-ն չի անցնի։ Եվ Ծառուկյան մեր ձևով շարժումը այս մրցակցության մեջ ում եք տեսնում։ Չէ, դե Ծառուկյանի պարագայում ես ավելի շատ էի տեսնում ինչև իրա ցուցակ որոշ մարդկանց ներխուժելը, այդտեղ ավելի շատ ռեյտինգը բարձր էր, այդ մարդիկ ավելի Ծառուկյանին վնաս են հասցնում ցուցակում գտնվելով։ Իհարկե Ծառուկյանի ռեյտինգը ներկա պահին ավելի ցածր է, քան մեր ձևովի։ Ուժեղ Հայաստան ոնց է։ Ուժեղ Հայաստան։ Ավելի ուժեղ Հայաստան։ Հա, իրանց ռեյտինգը ինձ թվում է առաջատարնա օպոզիցիոն բոլոր, նաև Քոչարյանի դեռ չեմ ուսումնասիրել ում հետ ոնց ինչ ցուցակա, բայց իմ սուբյեկտիվ կարծիքով իրանց ռեյտինգը բոլորից բարձր է։ Հետևենք զարգացումներին, պարոն Ավագյան։ Այսօրվա դրությամբ հարցերի շատ է, մեր հաղորդման ժամանակն է արդեն մոտեցել ավարտին։ Կարծում եմ հնարավորություն կունենանք նորից հանդիպելու, մանավանդ նախընտրական շրջանը Նիկոլ Փաշինյանի մարզային այցերը, այս ամենը արդեն հնարավորություն են տալիս նոր թեմաների մասին խոսելու, նոր խնդիրների մասին։ Այսօր այսքանով ավարտենք մեր հաղորդումը։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։